Առողջապահական ոլորտը կրկին հայտնվել է հանրային քննարկումների կենտրոնում։ Քաղաքացիները բարձրաձայնում են բժշկական ծառայությունների արժեքի, ծանրաբեռնված բուժհաստատությունների եւ երկար հերթերի մասին, վիրահատություններից մինչեւ ամենապարզ լաբորատոր ստուգումներ։ Սրանք կարող են զգալի ֆինանսական բեռ դառնալ ընտանիքների համար։ Իրավիճակը հատկապես սրվում է այն մարդկանց համար, ովքեր ունեն քրոնիկ հիվանդություններ կամ պարբերաբար բուժզննումների կարիք, իսկ պետական աջակցությունը հաճախ չի ծածկում իրական ծախսերը։ Այս պայմաններում ավելի արդիական է դառնում հարցը, արդյոք Հայաստանում բժշկական ծառայությունների արժեքը հասանելի է քաղաքացիներին։ Մարդիկ կողմ են պարբերաբար ստուգումներին, երբ դրանք ոչ միայն առողջության պահպանման կարևոր միջոց են, այլև լրացուցիչ ծախս։ Armenia Today-ի հարցմամբ փորձել է պարզել ինչ են մտածում անցորդներն այս ամենի մասին։ Ոչ, հասանելի չի։ Ինչու՞, թանկ է։ Իհարկե։ Իհարկե ոչ։ Չգիտեմ, չեմ օգտվել։ Ոչ։ Թանկ է։ Հա։ Որ ծառայություններ են թանկ։ Չգիտեմ, ըստ ընդհանուր։ Քիչ թանկ է մեր եկամուտների համար։ Իսկ դուք ռեգուլյար ստուգումների կողմնակից եք։ Եթե հնարավորություն կա, այո, իհարկե։ Իսկ եթե չկա հնարավորություն։ Չկա։ Տանում եռնում ես։ Ճիշտ ասած, այդքան էլ չէ, աստված առողջ լինենք, օգնության կարիք չունենանք, բայց որ պետք է լինում անպայման դիմում ենք։ Առանց դրանց չի լինում։ Իսկ արժեքները հասանելի են։ Դե որոշ մարդու այդքան էլ թանկ չէ, լավ, առողջության համար կարելի է էլի։ Ռեգուլյար ստուգումների կողմնակից եք։ Չէ։ Ոչ մեկ էլ ռեգուլյար չի ստուգվում, սպասում են հասնի ոսկորներին նոր, ճիշտն ասած, բայց աստված չանի հասնի տեղ։ Պետք է, բայց մենք հայերը սովորենք, որ շուշուտ չենք դիմում, ու շուշ ենք դիմում։ Պետք է շուշուտ դիմենք ամեն դեպքում։ Մեր ժողովրդին առողջություն եմ ցանկանում այս նոր տարվան։ Ոչ։ Շատ ամեն ինչ էլ թանկ է, վсё։ Ես արժեքներից խաբար չեմ, ես երկրորդ կարգի հաշվանդամ եմ, իմ ամեն ինչը անվճար է։ Ու շատ գոհ եմ։ Հենց հիմա հիվանդանոցից եմ գալիս։ Ամեն ինչ արել եմ անալիզ, ամեն ինչ։ Անվճար։ Որ ասում իհարկե այո կհավատա, իհարկե ոչ։ Ինչն է թանկ Հայաստանում։ Որ ծառայությունը։ Ապրելը։ Դե բժշկական ծառայությունները թող հիմա տեսնենք հունվարի 1-ից ըստ երևույթին տեսնենք այս հունվարի անցած հունվարի 1-ից էին ասում հիմա այս հունվարի 1-ից են ասում թոշակառներին պետք է անվճար ապահովագրեն բայց հələ ոչ մի ցուցակ չկա թե որ ծառայություններն են լինելու անվճար Իսկ այս պահին որն է ամենաթանկը ձեզ։ Փառք ասու է դեռ հələ դենց ամենաթանկերից չեմ օգտվել եւ չգիտեմ կարծում եմ սրտի եւ լյարդի վիրահատությունը Իսկ կողմնակից եք ռեգուլյար ստուգումների։ Գնամ Որ տարօրինակ գոնե մեկ անգամ ստուգումներ անցնեք։ Հիմա դե չէ հենց մի քիչ վատ եմ զգում մեր չեմ ուզում պիս բաներ հիշեմ այն Մարտամեկի ասած սխտոր պինցետ ու բուժում ենք Բժշկական ծառայությունը ես օրինակ գիրս քաղաքեղով հիվանդեր դիմել ենք պոլիկլինիկա վեզի տվել են պետպատվեր տվել են ու օգտվել ենք որոշ բաներում միշտ պետպատվերը հասանել է տվել են Կան ծառայություններ, որոնք պետք է վճարել, դրանք արդյոք հասանելի են քաղաքացիների գրպանին, կարող են մարդիկ։ Չէ, որ դուք, քա այսօր դրությամբ հիվանդանոցների ծախսերը մարդիկ վախենում են գնան հիվանդանոց։ Որտեղ հիվանդանոցի ծախսերը այնքան շատ է, որ թեկուզ որ մի քիչ էլ ունենում է մարդը, այդ հիմա կեսից վերջանում է, ուրեմն դի կիսած բուժումը թողես այդ կասպի դա է։ Ես օրինակ ռիսկ չեմ անում, ես հիվանդ եմ, չեմ կարող Ես օպերացիա կարիք ունեմ մեծ, բայց ես վիճակի չեմ այդ գումարը վճարեմ։ Դե ճիշտն ասած չեմ առանջվել գների հետ, բայց դեմ ժողովրդի բողոքելու նայելով ոչ, չեմ առանջվել, չեմ կարող ասել ծառայությունները։ Իսկ ռեգուլյար ստուգումների կողմնակից եք։ Այո, մանավանդ կանայք։ Հա։ Մաչելի են։ Ոչ, նորմալ։ Իսկ դուք ռեգուլյար ստուգումների կողմնակից եք։ Հա։ Օրինակ տարվա ընթացքում ստուգումներ անցնելուց ինչքան գումար եք ծախսում ձեր առողջության վրա։ Ես պետական աշխատող եմ ապահովագրի ընկերությունում։ Ես ունեմ ապա բացատրում եմ, ես դրանով եմ օգտվում։
Այսինքն ձեզ համար գրեթե անվճար։ Հա, Ոչ բոլորի։ Օրինակ ինչն է թանկ Հայաստանում։ Ամեն ինչը։ Որ ծառայությունից բժշկական որոքվեն ու թանկ է։ Եվ ստոմատոլոգիան, եւ ամեն ինչը։ Ես թոշակառու եմ, կարող է երևի հասանելի չի մարդկանց շատ թանկ ասենք մեր ծառայությունները։ Ինձ թվում է թանկ է։ Քաղաքացիներին այդքան հասանելի չի։ Իսկ ռեգուլյար ստուգումներ անցնում եք տարվա մեջ գոնե մեկ անգամ։ Հա, ես սոցփաթեթի շահառու եմ անցնում եմ։ Իհարկե ոչ։ Իհարկե Որ հասանելի։ ծառայություններ։ Ամեն ինչը թանկ է։ Ամեն վիրահատություն լինի, ամեն ինչ լինի, ման թանկ է։ Իսկ ռեգուլյար ստուգումների կողմնակից եք թե չեք ստուգում։ Ստուգվում է, պատկերացրեք, էջմիածնում եմ, ստուգվում եմ, նորմալ է։ Իսկ ինչքան է գումարը կազմում ստուգումների թե պոլիկլինիկաներում եք ստուգում։ Պոլիկլինիկաներում։ այդ 10,000 դրամ։ Հա։ Ես ապահովագրություն ունեմ, չեմ կարող ասել։ Իսկ ինչի՞մ ապահովագրություն։ Դες քանի տարի է ես պետական համալսարանում եմ աշխատում եւ օգտվում եմ ապահովագրությունից։ Իսկ Չեմ կարող ասել։ Չգիտեմ ինչ կանեի։ Եւի չի կարողանա օգտվել բժշկական այդ հաստատություններից։ Բայց քանի որ ապահովագրությունն է, ահագին օգնում է ժողովրդին այս վիճակից հանում է։ Դե ինչ ասենք, ես հապցեկի մոտ ես։ Նոր թոշակառու մարդիկ ենք, մտել ենք հապցեկը, ընդամեն 2 հատ դեղ ենք վերցրել 6000 դրամ։ Ասում է թոշակին 10000 դրամը որտե պիտի խարժի։ Դե ինձ ամեն շաբաթ։ Ամեն շաբաթ 6000 դրամ մնաք տամ բանի դեղերին։ Ինչ կմնա տակը, որ մենք կոմունալ տանք, տամբար տանք։ Իսկ բժշկական ծառայությունները Ոչ մի ծառայություն չկա մեզ համար։ Այն որ գլավնի է սախ փողը։ Որ պիտի գնանք մի հատ նորմալ բան ընդունենք, դա փողը։ Մնացածն է ստարտակ մերտակ բաներ այլ է։